Մի անգամ էլ ողջույն, սիրելի ընկերներ։ Մենք հիմա գտնվում ենք Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում եւ ես այստեղից մի հայտարարություն եմ ուզում անել, որին սպասում են մեր հազարավոր քաղաքացիներ։ Դուք գիտեք, որ մենք ունեինք սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիր, որը հայտնի էր ավելի շատ 16 միլիոնների ծրագիր անվանման, որովհետև 16 միլիոն դրամ աջակցություն էինք տալիս, որոշ բացառություններով, որտեղ 21 միլիոն էինք տալիս մի քանի գյուղում առանձնատներ կառուցելու համար այն քաղաքացիներին, որոնք բավարարում էին որոշակի պայմանների, իսկ պայմանները հետևյալն էին, որ տանը պետք է լիներ անչափահաս երեխա ընտանիքում կամ առնվազն ամուսինների տարիքը չպետք է գերազանցեր 75 տարեկանը։ Հիմա ծրագիրը վերագործարկում ենք 3 կոմպոնենտով, որպեսզի պարզ լինի, փորձեմ արագ բացատրել։ Ուրեմն առաջի կոմպոնենտը այն քաղաքացիների համար է, որոնք չէին հասցրել օգտվել նախկին ծրագրից, սակայն ունեին հողամաս կամ շինթույլտվություն մինչև մայիսի 1-ի դրությամբ 2025 թվականի, իսկ հողամասն էլ եթե ձեռք էր բերվել 24-ի սեպտեմբերից մինչև մայիսի 1-ը այդ հատվածում, երբ որ ծրագիրը կրկին երկարացվել էր։ Երկրորդ կոմպոնենտը նոր քվոտաներն են որոշակի բնակավայրերի համար, որտեղ որ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել, բայց դա այն բնակավայրներն են, որոնք որ կային առաջի ծրագրի մեջ, այսինքն նույն բնակավայրերի ցուցակ, բայց որտեղ որ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել։ Եվ երրորդ կոմպոնենտը մենք ընդլայնում ենք դպրոցաշինության հետ կապված։ Մենք մի նման գյուղ ունեինք, դա Վայքի Գոմք գյուղն էր, բայց մենք հիմա այդ ցուցակը ընդլայնում ենք եւ այլ մարզերի, նաեւ մինչեւ այդ երբևէ չեղած մարզերի շատ գյուղերում քվոտաներ ենք տալիս, որտեղ որ կառուցվում են նոր դպրոցներ, որպեսզի խթանենք այդ դպրոցներում աշակերտների ավելացումը։ Ցանկը հիմա հրապարակված է e-draft կայքում, ես այս ուղի եթերի տակ այն կդնեմ, որպեսզի դուք ծանոթանաք եւ ամենայն հավանականությամբ 2-3 շաբաթվա մեջ կառավարության այդ որոշումը կընդունվի եւ մենք կվերագործարկենք այս շատ կարեւոր ծրագիրը։ Ուզում եմ հիշեցնել, որ դրա շրջանակներում մենք ունենք արդեն իսկ մոտ 2300-ից ավելի շահառուներ, որոնք կառուցել են իրենց նոր տները։ Սա շատ լայնամասշտաբ ըստ էության ծրագիր է, որը փոխում է մեր շատ բնակավայրերի կյանքը եւ շատ սիմվոլիկ է նաեւ, որ ես լինելով Աճարկուտ գյուղում ուզում եմ ասել, որ ստեղ էլ է լինելու քվոտա դպրոցով, մոտակա դպրոցով պայմանավորված, որտեղ Կիրանցում մենք նոր դպրոց ենք կառուցում եւ ունենալու ենք նաեւ քվոտա Աճարկուտ գյուղի համար, որպեսզի մեր գյուղերը, գրեթե բոլոր գյուղերը հնարավորությամբ հավասարաչափ զարգանան։ Այնպես որ լավ օր ձեզ, դեռ կհանդիպենք, այստեղից շարժվելու ենք նոյեմբերյան, հետո Լոռու մարզ, երեկոյան էլ Վանաձորում մեր միջոցառումն ենք իրականացնելու։ Ծրագրի մասին դեռ շատ կխոսենք, այս 16 միլիոնների ծրագրի, բայց ես ուզեցա, որ այս առիթը օգտագործեմ եւ հրապարակեմ, հայտարարեմ դրա մասին։ Կապի